խնդիրներ կան Գյումրիում։ Գյումրեցին լավ է ապրում։ Չէ։ Ես օրինակ վատ եմ ապրում, որովհետև 37 տարի է տուն չեն տվել ինձ։ Կորցրել եք ձեր տունը։ Այո։ Այդ Սլաբոդկին որտեղ կորցրել եմ 37 տարիға ես բնակարան չեն տվել ինձ։ Ես օրեկուցեց կա։ Օրեր առաջ Փաշինյաններ այստեղ հանրահավաք անցկացնում, իրեն դիմել եք այդ հարցով։ Ինձ ոչ մեկին էլ չեմ դիմել ես ինձ ամուսին ունեմ, էլ ինձ ոչ մեկն էլ պետք չէ։ Հետո մեկ բայց քարոզարշավին առաջիկայում ընտրություններ են։ Ես չեմ ուզել ոչ մի բան հետևել։ Չեք մասնակցելու։ Չէ, ոչ, չէ, որտեղ չեմ ուզել։ Կարևոր չէ ձեր ձայնը։ Իմ ձայնս էս կարևոր չէ, որտեղ ինձ ով ինչերից որ ես իմի։ Այլ կարևորը չէ, չեմ ուզում վերա։ Ես որ ընտրեմ միայն Փաշինյանին կընտրեմ։ Դուք գոհ եք իրենից։ Շատ գոհ եմ, այո։ Օրինակ դες դուր գալիս է, որ նա կնոջ վրա գոռում է, իր խոսում։ Թող թույլ չտան կանայք ինքն էլ չգոռա։ Կանայք թույլ են տալիս, նա էլ գոռում է։ Ասում է իմ հայրենիքն եք կորցնել։ Ոչ որ մի հատ մարդ կա, Եդիսպենի կարգին մարդ, դա Փաշինյանն է։ Այդ Փաշինյանն է։ Մասնակցեցիք իր հանրահավաքին։ Այո, конечно, да։ Բայց չխոսեցիք։ Ես չէ, ինչ խոսեմ, գիտեմ որ լավ մարդ է մեծատառով, ինչ խոսեմ։ Լեոնեկ ձեր տան հարցով որոշում եք։ Ինձ պետք չէ արդեն, այդ տունել, տեղնել, ոչ մի բան էլ պետք չէ։ Ես նենց ամուսին ունեմ, որ աշխարհի տերն է, ես ինչ պետք է որ տունեմ։ Շատ հայտնի մարդ է, հանրաճանաչ։ Շուտով հարսանիքս կլինի կտեսնի։ Այո։ Այո, նոր պետք է լինի։ Այդ հանրաճան, լախբերից նորա մահացե, պետք է 40 կասնի, կսկսենք արդեն։ Ամուսնացել նշանվել ենք, հիմա պետք է հարսանիք լինի։ Շատ սպասիբա, դուք էլ լինեք, Աստված տա, ով որ չունի ում տունը չկա, թող բոլորն էլ լինեն։ Ես ոչ մեկին էլ չեմ կարա փնորեմ, ով կուզա լինի, ես չեմ փնորի։ Ես սիրում եմ այդ Փաշինյանի արած բոլոր գործերը, ինչ ասեմ։ Այն մարդը եկավ կեղտի վրա նստավ, ինչ ասես ասում են իրան, բայց ինչի, բայց ինքն էլ անցած է արդեն։